Հրապարակ թերթը գրում է. Արցախցիները տարակուսած են կաթողիկոս Գարեգեն Բեի անհաղորդ պահվածքից, դեռևս անցած տարեվերջին դեկտեմբերի 15-ին ավելի քան 2 տասնյակ հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել վեհափառին խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը։ Վրդանես arczepiskopos Աբրահամյանը 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկն է, որն աջակցում է Փաշինյանի եկեղեցական ծրագրին։ Մոտ 1 ամիս է անցել վեհափառին ուղղված խնդրանքից, սակայն նա մատը մատին չի խփել։ Մենք գրել ենք, որ Արցախի թեմում եպիսկոպոսի կոչումով այլ հոգևորական չկա, որով կարող է վեհափառը փոխարինել տիրադավին, սակայն կարող է տեղապահ նշանակել կամ էլ ծնունդով ոչ արցախցու։ Ժողովուրդը գրում է Արմլուրեյեմին հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Հայաստանի Հանրապետության մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը եւ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Հրապարակ թերթը գրում է. Պատմության նախկին դասատու այժմ զորավար ներկայացող Սուրեն Պապիկյանը երեկվա իր ասուլիսում հերթական անգամ փայլել է իր համեստությամբ ճանապարհ անցած եւ վաստակ ունեցող զինվորականներից մեկի ՊՊ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի մասին խոսելիս։ Պապիկյանը անդրադառնալով Հակոբյանի նախկին հայտարարություններից մեկին կոպտել է նախկին զինվորականին։ Մովսես Հակոբյանը գուցե ամոթ ու պատիվ ունենա ու լռի։ Հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել, ասել է Պապիկյանը։ Պորոտախոսության եւ անդակտության հարցում անգերազանցելի իշխանավորները հաշվի չեն առնում անգամ տարական մարդկային փոխհարաբերությունները, ասենք այն փաստը, որ Մոսիի 2 զարմիկներն իրենց յուրայիններն են, եւ Մոսին էլ իդեպ բավականին զուսպ է խոսում եւ տևական ժամանակ է անգամ շատ չի քննադատում նրանց։ Իսկ զարմիկներից մեկը Արմեն Գրիգորյանն է, ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող, մյուս զարմիկը Գրիգորյանի հարազատ մորաքրոջ տղան Սուրեն Պապիկյանի անմիջական ենթական է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Դիլիջանի համայնքապետը, ով հայտնի է իր կենսագրությունում սեփական սեռն իբրև արու ոչ թե արական գրելով, համայնքի բյուջեում ավագանու որոշման փոփոխություն է արել, որ ամանորյա պարգևավճարներ տա իրեն եւ աշխատակիցներին։ Օրաթերթը Դիլիջանի համայնքապետարանի կայքից տեղեկացել է, որ Դավիթ Սարգսյանը հաստատել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի վարչական մասում փոփոխություն կատարելու մասին որոշում։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, հետևեք Օրագիր Նյուզին ավելին իմանալու համար։